Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր շատ կարճ ու կոնկրետ վլոգ եմ պատրաստել, պահածոյացնելու ենք գիլաս, կամպոտ ենք անելու։ Սկզբից կկշռեմ շաքարավազը, ուրեմն 3 լիտրանոց բանկայով եմ պահածոյացնելու, յուրաքանչյուր բանկայի մեջ ավելացնելու եմ 400 գրամ գիլաս և յուրաքանչյուր բանկայի համար հաշվարկել եմ 300 գրամ, բավականին քաղցր գիլաս է, 300 գրամ շաքարավազը բավական է, այս կաթսան 8 լիտր ջուր է տանում, այսինքն պահածոյացնելու է 3 լիտրանոց բանկա և հենց այդպես էլ հաշվարկել եմ, յուրաքանչյուր բանկայի մեջ եթե լցնենք 400 գրամ գիլաս, 300 գրամ շաքարավազ և 2 լիտր 600 գրամի չափով էլ ջուր, 3 լիտրանոց բանկան ամբողջությամբ կլցվի։ Այս տարբերակով երբ շաքարավազը ջրով եռացնում ենք, շատ լավ պահպանվում է պահածոն և համեղ հյութ է ստացվում, մենք հատիկները չենք էլ ուտում, միայն հյութն ենք խմում, գիլասով էլ շատ ժամանակ չեմ պահածոյացնում, սա մեր խանութի գիլասն է, շոգից, պոչերը հենց մի քիչ չորանում են, էլ այսպես ասած չի վաճառվում, բերում եմ արագ պոչերը հեռացնում եմ, լվանում եմ և տեղավորում եմ բանկաների մեջ։ Ուզում եմ ասել, որ գիլասով էլ է կոմպոտ ստացվում, պահածոյացրեք, փակելուց հետո դնում եմ, ծածկում եմ տաք ծածկոցով, թողնում ենք ինքը իր մեջ եռ ուտի, գիլասները եփվեն և հետո ինքն իրենով սառի, սառելուց հետո նոր բացում եմ և տեղափոխում եմ մառան։ Սիրելիներս, ովքեր չեն փորձել, թող փորձեն, այսքանն էի այսօր պատրաստել, ովքեր բաժանորդագրված չեն, թող բաժանորդագրվեն, որովհետև ամբողջ ամառ մեր առջև է նոր տեսանյութեր են լինելու պահածոների, շնորհակալ եմ, որ դիտեցիք, բոլորիս ուրախ ձմեռ։